Իսպանացի որ ֆուտբոլիստը սեփական պապիկին կապուտ արեց, քանի կոպեկի արժեք ունեին Մեսսիի արցունքները։ Լեանդրո Պարեդեսին բաց էին թողել վանդակից, ինչ եղավ արդյունքում։ Ինչու Ֆրանսիան վերջին պահին զենքերը վայր դրեց, արդյոք նրանց տանձին չէր երրորդ տեղի խաղը։ Եվ վերջապես արդեն իսկ թեժացող քննարկում հարցը. ով կնվաճի ոսկե գնդակը։ Լայք դրեք այս վիդեոին, անպայման բաժանորդագրվեք, որ հանկարծ բաց չթողնեք մեր առաջիկա թույն նորությունները։ Անհաջողակ, անտաղանդ, ծիթխփող, ծուր տշող տորմուզ։ Ես վիրավորում որ խենթուկ, դա քեզ հետ չեմ։ Այսպես կոչում էին Ֆերնան Տորեսին վերջին 100 տարվա ընթացքում, իսկ մարդը բռնեց ու մեկ հարվածով մի ամբողջ Իսպանիայի դարձրեց աշխարհի չեմպիոն։ Սա պետք էր ֆիքսել ու շարժվել առաջ, որտեղ Իսպանիայի հավաքականն էր։ Մի րոպե, ուր ես շարժվում։ Առաջ։ Սենց պատմական բան ա եղել, դու ասում ես ու անցնում, հələ պապուց պատմի մի քիչ։ Լավ։ Ուրեմն այս Ֆերրանի պապը շատ քֆուրճի բիձայա, սաղորը թորներին քֆրտում է, հատկապես Տորեսին։ Կաբո Վերդեի դեմ խաղից հետո համարյա հրաժարվում էր թորանից։ Չեմ նայելու դրա խաղը, դա ֆուտբոլիստ չի, սիկտիրարա։ Այժմ փնտրվում է պապը, բայց ցանկալի է չգտնվի։ Գոհ ես։ Շատ։ Լսի դու քֆուր ուտում ես։ Դե հա, պատահում է։ Զգացվում է, շարվել են կոկորտիդ։ Այն երրորդը ոնց որ Իսպանիան հաղթեց Արգենտինային, ինչպես Տոնի Կրոսն էր ասել, ֆուտբոլը հաղթեց։ Այդ Արգենտինան ֆուտբոլ չէր խաղում, բայց նրան ֆուտբոլ կասեն։ Միջազգային մամուլը կոչ էր անում նրան ուղարկել ուղիղ տուն, որոշ իսպանացիներ նրան դուելի էին հրավիրում, իսկ մենք ասում ենք նրան պետքա տեղափոխել ուղիղ Ծառուկյանի առանձնատուն, որտեղ կակրած լիքը ազատ վանդակ կա։ Զվերամիցին ա խմել։ Էդ որն ա գլոբ։ Դե հենց ուզում ենք կատաղենք, դրանից ենք խմում։ Հələ սպասի նայեմ, շատ հետաքրքիր ա։ Արա, չէ, այ ախպեր, սա քաղաքավարի խփոցի ա, դրանք լրիվ վայրենացել էին։ Բայց մինչև դա ավելի մանրամասն քննարկելը մի երկու բառ խաղից ավել բան ասելու կարիք էլ չկա։ Այո, ես ընդունում եմ, որ սխալվեցի կանխագուշակելով շատ գոլեր եւ գեղեցիկ խաղ։ Դրա ուղիղ հակապատկերը ստացվեց, որովհետև Իսպանիայի հավաքականը ուղակի կոտրեց խաղը։ Նրանց խաղը կարելի է կոչել ֆուտբոլի սպանություն։ Հա, բայց ֆուտբոլով, այսինքն ֆուտբոլով սպանեցին ֆուտբոլը։ Մի քիչ տափակ ու տավտալոգիա, բայց իրականությունն է։ Իսպանացիները Ռոդրի, Օլմոյի գլխավորությամբ նենց էին պահում գնդակը, որ արգենտինացիները ընդհանրապես շանս չէին ունենում գրոհելու։ Դե իսկ Արգենտինան էլ առանց գնդակ դժվար թե կարողանար գրոհներ կազմակերպել։ Իսկ ով էր գրոհների պատասխանատուն։ Մեսսին։ Ոչ, Պարեդեսը, բայց նա ընտրեց մենակյաց վանդակային կյանքը։ Իսկ ինչ էին մարդիկ սպասում Մեսսիից։ Ախր 1000 անգամ ասեցինք, նա այնպես չի, որ շատ լավ է խաղում։ Ավելին, շատ խաղերում, գրեթե բոլոր խաղերում նա միշտ գնդակներ էր կորցնում եւ անցումներ չէր ստացվում։ Այս մրցաշարում նրան առանձնահատուկ դարձրեց այդ ճիշտ պահին, ամենաճիշտ պահին միանալու նուրբ արվեստը։ Բայց այս անգամ Իսպանիան, ավելի կոնկրետ Յամալը, անջատել էր այդ միանալու չրթիկը։ Դրա համար էլ չստացվեց։ Էդ ոնց էր անջատել։ Ոնց, չես իմացել։ Խաղից առաջ հատուկ արարողակարգով Յամալը պատասխան լոգանք էր կազմակերպել Մեսսիի համար հենց ստադիոնում ու հենց այդ արարողության ընթացքում ու անջատել։ Դրա համար էլ, երբ խաղի վերջում արդեն Էնցո Ֆերնանդեսը հեռացվել էր դաշտից երկրորդ դեղինով, Լեոն
ծաղրի թեմա դարձավ։ Նա դրվագներից մեկում մրցավարին փորձում էր համոզել, որ Կուկուրելյան բերանը փակ ինչ-որ բան ասել ու դրան պետք է հեռացնել։ Դե անկարողությունից է։ Իրականում խաղն այնքան անհետաքրքիր էր, որ Յամալ Մեսսի հետ լոգանքի արարողությունը կարելի էր կազմակերպել հենց դաշտում, հենց խաղի ընթացքում ու անունը դնել Որ դու չէիր կանչիլ, ես սկիլողացողը չէի։ Հա, բայց FIFA-ն մտածել էր դրա մասին ու half-time show էր կազմակերպել։ Այո, ու գուցե հենց դա էր պատճառը, որ Արգենտինան երկրորդ խաղակեսում ավելի վատ տեսքով դուրս եկավ։ Հենա խաղից հետո Մեսսին անմիջապես մեզ մոտ էր ու նենց էր բողոքում այդ ընդմիջման շոուից, որ ասելու չի, կարող եք գնալ լինկերով մեր սոցկայքերում նայել։ Ինչ վերաբերվում է շոուին, ապա որպես երկրպագու կարող եմ ասել անկրկնելի էր։ Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչն անցկացվեց Սուպեր Բոուլի ձևաչափով, երբ ընդմիջմանը շոու, half-time show։ FIFA-ի նպատակն էր մեծացնել հեռուստադիտողների թիվը, ավելի շատ ներգրավել ԱՄՆ-ի շուկան, ստեղծել համաշխարհային մշակութային շոու, ոչ միայն ֆուտբոլային իրադարձություն, ներգրավել լրացուցիչ հովանավորների եւ եկամուտներ։ Բայց դա նույնը կլինի, եթե գլոբին տանենք Աֆրիկայի տափաստաններում, բաց տողենք կսատկի հարիվը, սովոր չի։ Ոնց պետք է սատկեմ։ Այսենց։ Բայց ես տրամաբանությունը ընդհանրապես չեմ բռնում։ Եթե Սուպեր Բոուլի ձևաչափով է կազմակերպվել, ապա չեմ կարողանում հասկանալ, թե ինչու այնտեղ չի Սուպեր Սաքոն։ Ինչ որ Ջասթին իր Բիբարով երգում է, բայց Սաքոն չէ, արդար չի։ Բայց ինձ ամենաշատը դուր եկավ Լասոյի մուտքը, որը հայտարարեց Ջասթին Բիբարին։ Այս մարդը ինձ դզում է, այդ կերպարն է ինձ դզում։ Եթե չեք տեսել Ted Lasso սերիալը, ապա շատ բան եք կորցրել։ Ամեն դեպքում կարծիքները տարբեր էին այս նորամուտությունների վերաբերյալ, ոնց որ թե բացականը մի քիչ ավելի շատ էր, այնպես որ թողեք նաև ձեր կարծիքը։ Շահույթների առումով, սակայն այդ մինի շոուն գոհացրել է բոլորին։ Հեռուստադիտողների մեծ քանակը հեռուստաընկերություններին հնարավորություն է տվել նոր հովանավորների ներգրավել, մի խոսքով բոլորը դարձան չաղ եւ բախտավոր։ Տոմսերի գներից եկամուտները նույնպես վախենալու են։ Եզրափակիչ խաղի տոմսի միջին գինը գերազանցել է $11,000։ Դա ռեկորդային է Ամերիկայի համար, քանի որ նախկինում ոչ NBA-ի, ոչ էլ Սուպեր Բոուլի եզրափակիչներին նման թվեր չեն եղել։ Ու հատկանշականը այն է, որ մարդիկ նախապես չեն իմացել տոմսի գները, առաջին անգամ պահանջարկից կախված տատանվում էր դրանց գները ու իհարկե պահանջարկը շատ մեծ էր ու իհարկե տոմսի գները շատ էին։ Անգամ այնտեղ կային VIP լոժաներ, որոնք արժեին մի քանի միլիոն $, ու մարդիկ վճարել եկել ու վայելում էին։ Քանի փողից ենք խոսում չարժի ասել, թե ով ինչքան է ստանալու։ Դու ոչ մի բան չես ստանալու, որովհետև ուրիշի փողերն ես հաշվում։ Իսկ մենք ընդհանրապես կասենք, որ մրցանակային ֆոնդը այս մրցաշարի առումով կազմել է $871 միլիոն։ Իհարկե դրա առյուծի բաժինը Իսպանիան շալակած տարավ տուն ու ոչ միայն փողի պարկը։ Ոնց որ նոր զովքից տարօրինակ եմիշ առած դուրս կա։ Հա, բայց դա իրականը չի։ Իրական գավաթը այս կյանքի մոտ էր։ Ասում են Յամալը, որ մոտեցավ Մեսսիին, գրկեց ու ցավակցեց, ականջին շշնջացել է, թե բա փոքր աղբորս էլի լողացրու ձեռդ խերովա։ Բայց չգիտի, որ ձեռքի այդ շնորհքը ժամանակի հետ մաշվում գնում է։ Եզրափակիչը վառ օրինակ։ Բա իրական գավաթը ում մոտ էր։ Ռոդրիի։ Հենց նա դուրս բերել գավաթը Ամերիկայից։ Ռոդրին դարձավ մրցաշարի լավագույնը ու այս ֆուտբոլիստի միայն ջերմային քարտեզը նայելուց հետո կարելի է պատկերացնել, թե նրա կատարած աշխատանքի որ մասն է երևում։ Ես կարող եմ ասել ընդամենը 30%-ը։ Ու պատահական չի, որ արդեն իսկ ոսկե գնդակի հաղթողի գլխավոր հավակնորդներից է հենց Ռոդրին։ Բա Մեսսին ինչ։ Մեսսին չդիմացավ ու լացեց։ Can it be
Իհարկե ոսկե գնդակի համար չի լացում բնականաբար, բայց օրինակ ըստ ձեզ տասնյակում կլինի։ Այս ոչ ռետորական հարցով մի պահ թողնենք եզրափակիչը ու նայենք անկյունում ծվարած երրորդ տեղի խաղին, որը չափերով 10 անգամ ավելի մեծ էր, բայց ոչ մեկ համառորեն չի ուզում նկատել այն։ Երրորդ տեղի խաղի համար առանձնահատկությունն է նա, որ այդտեղ խաղացող թիմերը ընդամենը 1 օր առաջ կարծում էին, որ իրենք գավաթի համար են պայքարելու։ Այ դրա համար դաշտ էին դուրս եկել առանց պաշտպանության, հատկապես Ֆրանսիան։ Մի հատ նայեք ինչա կատարվում։ Մարդիկ խորովածի հույսով էին, բայց երջիկով ձված էր այդ դեմ տալիս։ Կա նման բան։ Ու առաջին խաղակեսում Ֆրանսիան պարտվում էր 4-0, Անգլիան ուղղակի անցնում էր նրանց վրայով։ Ըստ օդում կախված լուրերի, ընդմիջմանը Դեշամը ասել է. «Տղերք, վերջին խաղը սա աղբեր, նենց մի արեք, սենց հարամված գնամ թոշակի, մի քիչ գոնե խաղացեք, հասկացանք, սրտներդ զիդան ա ուզում, բայց ես էլ եմ մարդ»։ Ու դա աշխատեց, ֆրանսիացիները ուղղակի կերպարանափոխված մտան երկրորդ խաղակեսին, չնայած այստեղ ոչ Շակիրան, ոչ էլ Մադոննան ոչ մի բան չէին ժխշում։ Շակիրան հասկացանք, Մադոննան ինչ պետքա ժխշի։ Դե չերերը։ Երկրորդ կեսը հազիվ էր սկսվել, երբ Օլե Ուոթկինսը կորցրեց գնդակը, Ֆրանսիան արագ փոխանցումներով հասավ Տուգանային հրապարակ եւ Մբապեն հանգիստ հարվածով հաշիվը դարձրեց 1-4, հետո 2-4, 3-4, 3-5, 4-5, բայց վերջում վсё-таки 6-4 հաշվով Անգլիան հաղթեց։ Չնայած Բեզալաբեռնիես խաղին Հարի Քեյնը շատ մեծ կարևորություն տվեց դրան եւ ասաց, որ չուց լինի էտը շատ պատմական հաղթանակ է, որովհետեւ 60 տարվա դադարից հետո անգլիացիները կարողանում են մեդալ նվաճել աշխարհի առաջնությունում։ Բայց այս խաղից ավելի մեծ թիքյա պոկեց Կիլիան Մբապեն, որը դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկուն եւ շրջանցեց Մեսսիին, դառնալով աշխարհի առաջնության պատմության լավագույն գոլահարը 21 գոլով։ Ու ընդհանրապես այս ֆուտբոլիստը ոնց որ ինկուբատոր լինի, գոլային ինկուբատոր, մի հատ նստում է 4 հատ ածում։ Չնայած Անգլիան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, բայց Պալմերը, Ֆոդենը եւ Արնոլդը քահ ծիծաղում են։ Բայց զարմանալիորեն շատ զուսպ էին իսպանացիները մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո։ Մի հատ գրեք էլի, ես մենակ եմ այդպես, թե էլի կան մարդիկ, ովքեր մտածում են, որ այդ պահը, այն առաջին էմոցիաները շատ անչափ զուսպ էին։ Արդյոք դա նշանակում է, որ Իսպանիան այնքան վստահ էր իր ուժերին, որ համոզված էր հաղթանակին ու ուրախանալու առանձնապես ցնծալու եւ աշխարհով մեկ լինելու առիթ չկար։ Բա այն հայտնի նկարից չես խոսում։ Ինչ նկար։ Էս նկարը։ Սա աբոյով է սարքած, Արա, հիշեցի։ Սա մեզ ուղարկել էր մեր հավատարիմ հետևորդներից Շիրակը ու լավ էլ կոմենտներ արել։ Ասում է Յամալը ոնց որ հնդիկ առաքիչ լինի, Պեդրին ու Գավին ոնց որ գեյ պարադի գնալուց լինեն եկել են պապայի օրհնությունը ստանան, Ֆերանին էլ 25-օրյա հավաքների ծանուցում է եկել։ Բա Կուկուրելյան տեղով մեկ մեմ է, նրան բան պետք չի անել։ Բայց սա նկար է այն մասին, թե ով ինչ է խոստացել անել աշխարհի գավաթը նվաճելուց հետո։ Օրինակ Լուիս դե լա Ֆուենտեն այնքան մեծ է, որ խոստացել էր հաղթելու դեպքում չմեռնել ու հասնել Իսպանիա։ Խոսքի տերն եղավ, ինքնաթիռը իջավ Մադրիդում։ Ոնց երևում է 13 ժամ թռնելուց հետո մի քանի կիլոնոց գավաթն արդեն ծանր է, դրա համար էլ դրեցին գետնին ու պպզան։ Բայց ես ինչ դիմավորում։ Այսինքն ուր աղու հացը, իսպանական տարազով ժողովրդական պարող իսպանուհիներն ու պսակները տապնու։ Արա դու կարող ես գիտես ամենտեղ Հայաստանի պես է։ Այնտեղ հասարակի մեջ է մի հատ նկարվեցին, վեշերը հավաքեցին ու 15 համարով խանջանով իջան հրապարակ, որտեղ երկրպագուները հավաքված սպասում էին չեմպիոններին։ Բայց մինչ դա պետք էր մտնել մի հատ թագավորական առանձնատուն, որտեղ թագավորն ու արքայադուստրերը հուզված սպասում էին, իսկ թագուհին շատ մարտական էր։
Ցավոք այս վիդեոից պարզ է դառնում, որ գավի թագաժառանգ դառնալն արդեն զրոյական է։ Ոչ մի ուշադրություն, ոչ մի թախծոտ հայացք, անգամ պաչիկի փոր։ Եվ ահա այս թագավորական ողջույնից եւ ընդունելությունից հետո իջան գյուղամեջ, այդ պահի դրությամբ Կուկուրելյան ընդհանրապես խմած չէր ու տոնակատարությունները գնում էին իրենց բնականոն հունով, բայց հերիք էր խուճուճները մի քիչ թրջվի ու Այո, Իսպանիայում ծանոթներիցս մեկը, որը ֆուտբոլի հետ ընդհանրապես կապ չունի, արդեն ֆուտբոլացավով է տառապում, նշում են բոլորը, հարբած են, ուղղակի աներևակայելի մթնոլորտ է տիրում ամբողջ Իսպանիայում։ Ես կարող եմ ասել, որ 9 ամիս հետո այնտեղ ծնելիությունը կտրուկ կաճի։ Նույնը չես կարող ասել Արգենտինայի մասին, այնտեղ մի բան էլ պակասում են։ Էդ ինչի՞։ Որովհետև սպանում են իրար։ Բայց եկեք մի պահ հիշենք նախորդ մունդիալից հետո ինչ սեր էր տիրում, ինչ ուրախություն, ներդաշնակություն, ու այստեղ գալիս ենք մի պարզ ճշմարտության, պետք է կարողանալ պարտվել արժանապատվորեն։ Բայց թողնենք իսպանացիներին էլ, արգենտինացիներին էլ իրենց կայֆերի եւ գիլդիումների մեջ ու տեղափոխվենք տեխնոլոգիական դաշտ, որտեղ զարմանալի բաներ են կատարվում։ Ծանոթացեք մարդանման Ռոբո Ռոնալդո ռոբոտը նորամուտն է նշում աշխարհի առաջնությունում։ Այս ռոբոտը կարող է դառնալ ֆուտբոլային ակումբների աշխատողների օգնականը, այն շատ բազմաֆունկցիոնալ է, անգամ 11 մետրանոց է իրացնում։ Հենց սկզբից էլ պարզ էր, որ գոլ է լինելու։ Էդ ինչից էր պարզ։ Դե վռոն ակնհայտորեն ամենաուժեղներից չէր։ Արա բայց դու ինչ կենթանի ես։ Ընձուղտ եմ։ Կենթանի է նաև ինտրիգը ոսկե գնդակի շուրջ։ Մրցանակաբաշխությունը սարերի հետևում չի, բայց մասնակիցները դեռ չեն հասցրել անգամ կոստյում գնել։ Այն բոլոր խաղերն ու մրցաշարները, որոնց հիման վրա պետք է ընտրվի այդ մրցանակի հաղթողն արդեն ավարտված են։ Հիմա մնում է հասկանալ, թե ով կհաղթի այդ անիծյալ գնդակը։ Գնանք հերթով։ Հարի Քեյն աշխարհի առաջնությունում է 3-րդ հորիզոնական, Չեմպիոնների լիգայի արծաթե մեդալ եւ Գերմանիայի չեմպիոն։ Կարծում եմ հաստատ եռյակում կլինի։ Լամին Յամալ գլխավոր հավակնորդներից, Իսպանիայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Մեսսիից լողացվածը։ Կիլիան Մբապե լիքը գոլեր, որոնք արդյունքում ոչ մի շոշափելի արդյունք չբերեցին ոչ հավաքականին, ոչ էլ Ռեալին։ Հնգյակում։ Ռոդրի աշխարհի չեմպիոն, առանցքային ֆուտբոլիստ իր թիմում, բայց ոչ ակումբում։ Սիթին ոչ մի նշանակալի հաջողություն չգրանցեց այս տարի, եթե չհաշվենք, որ Պեպին արքայավայել ճամփեցին։ Եվ Լեո Մեսսի, ինչպես ասեցի, նա կարող է տասնյակում լինել։ Իսկ ինչ եք կարծում դուք, ով կլինի եռյակում, ով կհաղթի այդ գնդակը։ Գրեք ձեր կարծիքը։ Մենք սիրով անպայման կկարդանք եւ կպատասխանենք։ Այսքանն էր այս անգամվա համար։ Չենք մոռանում բաժանորդագրվել, լայքել, որովհետեւ առջևում սպասում են լիքը լավ անակնկալներ։ Ես անձամբ չեմ ուզի, որ դուք դրանք ձեր ընկերոջից իմանաք։ Լավ չի լինի։